կենտրոնական ընտրական հանձնաժողովին։ Վահագն Հովակիմյանն է պատասխանում ԿՀ-ին ուղղված բարձր դատարանի հարցերին։ Դատավոր Շաթիրյանը նախ հետաքրքրվում է ԲՀԿ-ի գրանցում ընտրություններին մասնակցելու համար։ Խնդրահարույց եղել է կենտրոնական ընտրական հանձնաժողովի համար այն իմաստով, որ ԲՀԿ ցուցակում այլ կուսակցությունների անդամներ են եղել։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մտահոգություններ ունեցել է։ Բարձր դատարան մենք չենք կարող մտահոգություն ունենալ։ Պարզ պատասխանից հետո Հովակիմյանը եւս մի քանի րոպե բացատրություններ է տալիս, Շաթիրյանը կրկին հստակեցնում է։ Այսինքն կենտրոնական ընտրական հանձնաժողովը վերաբերելի օրենսդրական կարգավորումների մասով որևէ խնդիր տրամաբանորեն չի տեսել, հակառակ բaragայում ընտրական ցուցակը չէր գրանցվի։ Սա է պատասխանը։ Շնորհակալություն։ Հետո դատարանը հետաքրքրվում է ընտրությունների արդյունքի վրա ինչ ազդեցություն են ունեցել խախտումները, որոնք գրանցվել են այն ընտրատեղամասերում, որտեղ անվավեր է ճանաչվել քվեարկությունը։ Կարող էին էապես ազդել քվեարկության արդյունքների վրա այս եզրահանգման կամ գնահատականի հիմքում որևէ չափորոշիչ դրվել է։ Ես ծանոթացել եմ այդ որոշումներին, իմ գնահատմամբ չկա, բայց կուզեմ լսել ձեր դիրքորոշումը այս առնչությամբ։ Բարձր դատարան ըստ էության ես երբ որ ներկայացնում էի նույն 2056 տեղամասի խնդիրը, որը նույն, այսինքն նույն երևույթը 2000-ից հետո քվեարկության շարունակությունը, որ նաև այնտեղ է շարունակվել։ Ըստ էության մեր գնահատումը դա էր, որ 22 րոպե շարունակվելը, ինչը ցանկալի չի, այսինքն որտեղ ընտրական օրենսգիրքը ասում է, որ քվեարկությունը պիտի 20:00-ին ավարտվի եւ նախատեսում է կարգավորում, որ 20:00-ի դրությամբ Ընտրական օրենսգրքի դրույթների թվարկումը լսելուց հետո դատավոր Շաթիրյանը ընդհատում է Հովակիմյանին։ Ժամը 20-ից հետո լրատվամիջոցներում ոչ փոքրաթիվ եղան հրապարակումներ առայն, որ նշված ընտրական տեղամասերում քվեարկությունը շարունակվում է։ Զինվորներ են քվեարկում։ Դատավորի բերած օրինակը վերաբերում է այն երկու ընտրատեղամասերին, որտեղ ընտրությունների արդյունքներն անվավեր էր ճանաչել կենտրոնական ընտրական հանձնաժողովը հունիսի 11-ին։ Այդ որոշումն ապօրինի է անվանում Բարգավաճ Հայաստանը։ Այս կուսակցության եւ ընտրությունների արդյունքը վիճարկող մյուս 5 ուժերի կարծիքով մեկ այլ ապօրինություն էլ այն է, որ վերաքվեարկություն չի նշանակվել այդ տեղամասերում։ Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը նշված տեղամասերի գրանցամատյանների հետ կապված արձանագրված խախտումների հետ կապված որոշումը կայացրել է 4 օր անց, հունիսի 11-ին։ Իհարկե պահպանվել են ընտրական օրենսգրքով սահմանված ժամկետները, հարցը դրանում չէ։ Եվ նույն օրը, այսինքն քվեարկությունից կամ ընտրություններից 4 օր անց, հենց նույն օրը, երբ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովն է կայացրել երկու որոշումներ, կենտրոնական ընտրական հանձնաժողովը սեփական նախաձեռնությամբ վերանայել է ընտրատարածքային հանձնաժողովների որոշումները։ Պարզ բան է, եթե ժամը 20-ից հետո քվեարկությունը շարունակվել է նման պայմաններում ընտրական օրենսգրքի 65 հոդվածի 5-րդ մասը հստակ սահմանում է, որ տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահը քվեարկության սենյակում կարող է սահմանափակել ընտրողների թիվը, եթե վտանգվում է, ուղղակիորեն մեջ չեմ բերում, բայց գնահատականն եմ տալիս ընդհանուր քվեարկության բնականոն ընթացքը։ Ինչ գնահատական է ԿՀ-ն տվել այս ամենին, հարցնում է դատարանը։ Մենք պահանջել էինք, որպեսզի ներկայացնեն նաև սարքի, այսինքն ընտրողների նույնականացման գրանցման սարքի ամփոփիչ տեղեկանքի սկանը եւ իրենք էլ ըստ էության ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը կոնկրետ գիտեր, որ մենք այդ նյութերը պահանջելով Շաթիրյանը ստիպված ընդհատում է Հովակիմյանին։ Պարոն Հովակիմյան, ներողություն եմ խնդրում ընդհատելու համար։ Հարցը շատ պարզ է, ինչու կենտրոնական ընտրական հանձնաժողովը, որպես վերադաս ընտրական հանձնաժողով, այս երևույթներին արձագանքել է 4 օր անց։ Դատավորի հարցը երկրորդ անգամ լսելուց հետո Հովակիմյանը սկսում է պատասխանել։ 2 օր, այսինքն մինչև հունիսի 9-ը, դա ժամկետներ, որ իրենք ընտրության մասնակիցները կարող էին տեղամասային ընտրական հանձնաժողովների քվեարկության արդյունքները անվավեր ճանաչելու պահանջ ներկայացնել։ Այսինքն մենք տվյալ դեպքում խնդիրների հավաքագրումը, այսինքն անդրադառնալ տեղամասերում քվեարկության խնդիրներին, մենք ըստ էության պիտի ամսի 9-ից հետո Շաթիրյանը եւս մեկ անգամ փորձում է ընդատել Հովակիմյանին։ Նկատի ունեմ խնդրում, այլ ընտրատարածքները մենք ըստ էության խնդրին անդրադարձել ենք 11-ին, հունիսի 10-ին։ Վերահաշվարկի անհրաժեշտության մասին է դատավորի հաջորդ հարցը։ Ի սկզբանե էր դա պարզ, վերահաշվարկ անցկացնելու անհրաժեշտությունը
ընտրատարածքը սեփական նախաձեռնությամբ իրականացել։ Կիրակի դիմումների քննության երրորդ օրը ընտրություններին վերաբերող փաստաթղթերում եղած թվային անճշտություններն էր հրապարակել ԲՀԿ ներկայացուցիչ Արամ Օրբելյանը։ ԿԸՀ-ին նախընտրել էր ուսումնասիրել, թե այդ ինչ անճշտություններ են։ Դատարանը այսօր հարցնում է, որևէ բան արել է պատասխանողը։ Երեկվանից առ այս պահը կենտրոնական ընտրական հանձնաժողովը թվային համադրում տվյալների քաղվածքներ եւ արձանագրություններ կատարել է եւ ինչպիսին է պատկերն այս պահին։ Հարցը դատարան Բարգավաճ Հայաստան կուսակցության ներկայացուցիչի կողմից ներկայացված տվյալները ոչ թե արձանագրություն եւ մուտքագրված տվյալների անհամապատասխանություն, այլ Բարգավաճ Հայաստան կուսակցության մեր հարգելի դիմումատուները առանձնացրել էին այն 4 տեղամասերը, որոնցում անճշտությունների թիվը, այսպես ասած, համեմատաբար բարձր է։ Եվ տվյալ դեպքում ակնհայտ է, որ անճշտությունը ձևավորվում է ընտրական օրենսգիրքը հստակ համար թվային, այսինքն արձանագրությունում արկա տվյալների հիման վրա։ Կրկին անհրաժեշտություն է առաջանում հարցը կրկնել Վահագն Հովակիմյանի համար։ Պարոն Հովակիմյան, կրկին հարցը շատ պարզ է, եթե դա է ձեր պատասխանը, անցնեմ առաջ։ Ուզում եմ հասկանալ, երեք այս մասին, որ բարձրաձայնվեց, Տիկին Հովհաննիսյանը նշեց, որ մեծ ժամանակ, այսինքն ձեզ մեծ չէ, ժամանակ է անհրաժեշտ որոշակի տվյալներ համադրելու համար։ Ուզում եմ հասկանալ, աշխատանք կատարվել է երեկվանից։ Այո։ Դրական պատասխանից հետո Հովակիմյանը սկսում է պատմել ինչ-որ բան։ Դատավորի արձագանքից հասկացվում է, որ այս անգամ էլ իր հարցի հետ կապ չունի Հովակիմյանի ասածը։ Հարցը սխալի մասին չէ։ ԿԸՀ նախագահի խոսքն այս անգամ նրա տեղակալն Նունե Հովհաննիսյանն է ընդհատում, սկսում մեկնաբանել կենտրոնական ընտրական հանձնաժողովի գործողությունները։ Ուղղել ենք, շտկել ենք եւ արդեն այդ ամբողջ այս գործիքակազմով շտկումներով համակարգ մուտք է եղել եւ արտահանվել է Excel Ալբերտ Սերոբյան, Միլենա Պողոսյան, Արմեն Ապրեսյան, Հայլուր։